Ցիտում եմ, կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի, դա տեղի կունենա արագ, իմ հանձնարարականն է ՀԵՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխիղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, ազգայնացումից հետո բարեխիղճությունը հաշվի կառնվի։ Սա երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակումն է։ Հաջորդը ճեպազորույցի հայտարարեց, թե դեռ մայիսին էր այդ մասին հանձնարարական տվել, թե գնում է մարզեր, տեսնում հոսանք չկա, արդեն խորհրդարանում ինքը շարունակեց սպառնալիքները, բերեց ԶՊՄԿ-ի օրինակը եւ պնդեց. հեսա շատ արագ, հեծը լինելու է պետական սեփականություն։ Սա ես ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Չկա հաղորդում, չկա օրենք, չկա որևէ վարույթ, քաղաքական իշխանությունները խոսում են ՀԵՑ-ի սեփականաշնորհման մասին ու պետականացման ազգայնացման մասին։ Գործընկերս նշանակեց, ինչի չէին անում 60 հոդվածով սահմանված կարգով, շատ բարձ պատճառով, հիմքեր չկար։ Չես կարող գազ բիզնեսը, ասես ես որոշել եմ այս բիզնեսը սեփականացնեմ։ Նույնիսկ գերիշխող, նույնիսկ մենաշնորհ զբաղեցնողը։ Չկա նման ընթացակարգ, եթե չկան խախտումներ, որովհետև այն արձանագրված խախտումների մի մասի վերաբերյալ, պրոմեսորական դուք շատ լավ տեղեկացված եք եղել, որ հիմնական պատճառը հանգույցի չկառուցելու հենց տկենն է, որ պետք է գնար հանրային գերակա շատ ճանաչեր, մասնավոր անձանց գույքի հետ կապված օգտագործման իրավունքի հարց լուծեր, որպեսզի հնարավոր լիներ այդ հանգույցը կառուցել։ Տկենը գիտի, որ ինքը չի արել իր պարտականությունները, բայց գրում է, այ տեսեք, մենք այս համաձայնությունները տվել ենք, մենք չբեցը։ Այ ՀԵՑ-ը չի կառուցում։ Հիմա ՀԵՑ-ը կարող է մի քիչ ավելի ակտիվ կարող էր զբաղվել, կարող է պասիվ կարող էր զբաղվել, բայց օբյեկտիվորեն հաղորդում է գալիս ձեզ, դուք ասում եք կասկածի տակ չեմ կարող դնել ինչ որ գրված է, երբ որ դուք ինքներդ լավ գիտեք, որ դա շուտ է։ Չի համապատասխանում իրականությանը եւ տեղ ՀԵՑ-ի պատասխանատվությունը չի։ Բայց դուք գրում եք որոշման մեջ, որ ես ելնում եմ այն կանխավարկածից, որ դա ճիշտ է, քանի հակառակը մոտորապես չի ապացուցվել, որովհետեւ շեմը շատ ցածր է։ Այդ դուք եք գրում որոշման մեջ, որ շեմը քանի որ այստեղ պետքա տեսնենք հիմնավորվեց թե չէ, կասկած ունեմ թե չէ, կասկած չէ կարող ունենաք, որտեղ հակառակում դուք համոզված եք։ Ինչևից է, հիմա փորձենք հասկանանք ինչ ծավալով պետք է այս ուսումնասիրությունը տեղի ունենար։ Նայեք, հիմքը, ուրեմն այս վարույթի հիմքը 36-րդ հոդվածի 9-րդ մասն է։ Այս դրա հիման վրա է հարուցվել այս վարույթը, որը ասում է հետևյալը. կառավարության լիազոր մարմնի հաղորդման առկայության դեպքում, որով առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվել է կամ կարող է վտանգվել եւ շարունակությունն է։ Ինչն եմ այստեղ ուզում կարևորեմ, լիազոր մարմնի հաղորդման առկայությունը։ Լիազոր մարմինը հաղորդում կարող է ներկայացնել եւ առաջ եւ հետո եւ ցանկացած փուլում։ Այսինքն այս օրենքը հաղորդման այլ մոդել չի սահմանել, ուղղակի հաղորդման տվյալ դեպքում ընթացքն է այլ ձևով ապահովել։ Այսինքն միջև օրենքը ընդունելը եթե հաղորդում լիներ, քննարկվելու էր մի քիչ այլ ֆորմատով, հանձնաժողովի 5 անդամներով, որոշելու եք, եթե բացարկի ինչ-որ հարցեր չլներ, որոշելու եք այդ հաղորդման ընթացքը։ Այս դեպքում ոնց որ միանձնյա է որոշվում։ Եվ ձեր որոշման մեջ պարամետրոպիան արձանագրել է։ Գտնում ենք, որ առերևույթ եզրույթի կիրառման օրենսդիրը սահմանել է վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման ցածր շեմ, որի պայմաններում վարչական վարույթ հարուցելու համար չի պահանջվում հաղորդման մեջ նշված հնարավոր խախտումների եւ դրանցից բխող բացասական հետևանքների հաստատում թույլատրելի է վերաբերելի ապացույցներով։ Այսինքն հաղորդումը պետք է դրանում նշված փաստարկների հաշվառման բավարար լինի առանց լրացուցիչ գործողություններ կատարելու գալ եզրահանգման առ այն, որ առկա է հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Լրիվ ճիշտ է գրված։ Նորից, առկա են հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում պարզման եւ գնահատման ենթակա հնարավոր հանգամանքներ։ Այս որ հաղորդում եմ ներկայացնում, նայում եք, ասում եք, այս հաղորդման մեջ բաներ ա գրել։ Այս սրանք պետքա պարզվի։ Սա է, հենց այդ եք գրել, ուրիշ բան չեք գրել։ Նման պայմաններում գտնում եմ, որ հաղթահարված է օրենքով նախատեսված վարչական վարույթի հարուցման հիմքի գնահատման նվազագույն շեմը։ Հիմա նայեք, որոշում եք արդյունքում ընդունել կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել վարչական վարույթ, ինչպես էներգետիկայի մասին օրենքի, այնպես էլ հանձնաժողովի էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտերի սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստեր ուսումնասիրելու նպատակով։ Անցած շաբաթվա վերջ աշխատակազմը սա մեկնաբանում էր, որ դուք վերազանցելով ձեր լիազորությունները որոշել եք կամերալ ստուգում անել, գնաք ամեն ինչ ստուգեք, կամերալ չէ ներողություն, համալիր ստուգում անեք, համալիր ստուգում անելու իրավասություն չունեք,
Չկա տենց բան, դուք ունեք հաշվետվողականության գործընթացներ, ունեք թեմատիկ ստուգումներ անելու, ստուգում բառնել են պայմանական օգտագործում, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ստուգումների իրականացման մասին օրենքով դուք սուբյեկտների շարքում չեք, հանձնաժողովը կարգավորողով է եւ գործում է մի քիչ այլ օրենքի շրջանակներում։ Երբ որ մենք փորձում ենք վերլուծել, լավ, կարող եք աբստրակտ գնանք կազմակերպությունում, տենց աբստրակտ տեսնենք լավ է աշխատում, թե վատ է աշխատում, սենց շատ աբստրակտ։ Պատասխանը ոչ է։ Կա որոշակի թեմաներ, որի շրջանակներում իրականացվում է, ստուգում կասեմ, ինչ կասեմ, հեսա գործիքակազմին կանդրադառնամ, որը պետք է իրականացվի։ Եվ հանձնաժողովը ակնհայտ սխալ է մեկնաբանում այս նորմը։ Ասում է, որ դուք գրել եք, որ կարող ենք ամեն ինչ ստուգել, այդ ամեն ինչ որ ասում է ստուգեք, այդ ասում է, որ իրավական ակտերին համապատասխանությունը 9 կետի մասով։ Դե կարող է ստեփում, եթե ցա սենց լիներ, դե կարեք մի հատ էլ հարկային ստուգեի, կարեք մի հատ էլ ստուգեի այդ պարտավորությունների կատարում։ Իհարկե չէի կարա, որովհետև կրկնում եմ, միջամտությունը պետական մարմինների, այդ թվում նաև կարգավորվող ոլորտում պետք է լինի մինիմալ եւ բացառապես սահմանված լինի օրենքով։ Հիմա նայեք, որպեսզի սա չդառնա, որ ես իմ կարծիքն եմ ասում ի տարբերություն հանձնաժողովի, որտեղ ես չեմ ասում, ես այդպես եմ կարծում։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը կիրառելի է բոլոր վարչական վարույթների նկատմամբ, հաշվի առնելով հատուկ վարույթների օրենսդրական առանձնահատկությունները, հա, եթե կան ինչ-որ առանձնահատկություններ։ Ուրեմն վարչական վարույթի հասկացությունը տրված է այդ օրենքի 13-րդ հոդվածում, որը ասում է վարչական վարույթը վարչական մարմնի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործողություն է եւ բաղկացած է 3 փուլից։ Փոխկապակցված վարույթի հարուցման, ընթացիկ եւ եզրափակիչ փուլերից։ Ուրեմն վարուցման փուլը այդ վարչական վարույթը հարուցվում է անձի դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա, այս հարուցման փուլն է։ Երբ որ մենք նայում ենք հետո իրականացումը, ասում է դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված նույն օրենքով նախատեսված գործառույթներ, որը ավարտվում է ակտի ընդունմամբ։ Երբ որ նայում ենք այդ հարուցման փուլը 30-34-րդ հոդվածներն ենք նույն օրենքի փորձում, ուզում եմ ֆիքսեմ, որ ՀՑԿ-ի մասին օրենքում կամ էներգետիկայի մասին օրենքում այս հարուցման ֆունդամենտալ որևէ տարբերություն չկա, այսինքն ընդամենը մի հատ կետ ավելացրել, որ ասում է տկենի դիմումով հարուցում ենք, այսինքն առանձնահատկություն կա որ դիմումով, բայց անձի դիմումով ձեր նախաձեռնության ըստեյության։ Ասում է հետևյալը, որ վարչական վարույթը հարուցելու հիմքերն են անձի դիմումը բողոքը կամ վարչական մարմնի նախաձեռնությունը։ Եվ ասում է, ուրեմն սույն օրենքի առաջին մասի B կետով նախատեսված դեպքում, երբ որ ձեր նախաձեռնությամբ վարույթը հարուցվում է այն գործողության սկսման օրվանից, որը նպատակամղված է վարչական մարմնի նախաձեռնությամբ ակտի ընդունմամբ, դուք ընդունել եք հարուցելու որոշում, եթե սա մենք դիտենք բողոքի վրա է, էական չի, էլի բողոքի վարչական մարմնում ստանալու օրվանից է հարուցվել։ Այսինքն, եթե մենք սա դիտում ենք, որ բողոքի հիման վրա է հարուցվել, ժամկետը այսօր արդեն լրացած է, որովհետև բողոք ստացվել է ձեր որոշում ընդունելու նախորդ օրը, բայց ես այդպես չեմ գնահատում, ուզում եմ ասեմ, ես գնահատենք, որ սա ձեր նախաձեռնությամբ այդ տեղեկատվությունը հաշվի առնելով եք ընդունել։ Սույն հոդված, ուրեմն ինչ է ասում, ասում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը։ Այ որ ասում է տկենը ձեզ դիմեց, դուք պետք է համապատասխան ակտ ընդունեք, ընդունեցիք։ Ինչ է այստեղ ստացվում։ Նշված հոդվածների համակարգային վերլուծությունից բխում է, որ հաղորդման կամ բողոքի հիման վրա վարույթ հարուցելու պայմաններում վարչական մարմինը նշված վարույթի ընթացքում ուսումնասիրում է վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած հանգամանքները եւ դրանց հնարավոր ազդեցությունը, ընդ որում վարույթի ընթացքում այլ ենթադրյալ խախտման հայտնաբերելու դեպքում, եթե հանկարծ վարույթ եք իրականացնում խախտում տեսակ, դա ոչ թե պետք է մտնի այս վարույթի մեջ, այլ եթե ի սկզբանե ստուգման առարկա չի, այլ վարչական մարմնի ներողություն, հայտնաբերելու դեպքում վարչական մարմինը նոր վարույթ պետք է հարուցի։ Եվ ստեղ մի հատ ֆունդամենտալ տարբերություն կա, պարոն Մեսրոպյան։ Այդ ժամանակ էլ դուք չեք կարող հարուցեք։ Այ եթե խախտում ենք տեսնում ուրիշ, այ հետ են գալիս ինքով քննարկում ենք, արդյոք այդ ձեր վերված ապացույցներով կարող անոր վարույթ հարուցվի թե ոչ։ Եվ հետևաբար ֆունդամենտալ տարբերություն կա 9-րդ կետով հարուցված վարույթի եւ ցանկացած այլ հիմքերով քննվող գործերի շրջանակներում։ Հիմա նայեք ինչ է ստացվում։ Արդյունքում ստացվում է, որ մենք վերջնական վարչական ակտի նախագիծը դրված եղանին քննարկելու, որից 6 կետից, 6-ը մի քանի կետ ունի, ընդունենք 6 կետից առնվազն 3-ը կամ 4-ը, կախված ոնց կմեկնաբանենք տարիների տարբերություն կա, դրանցով հարուցված վարույթ գոյություն չունի։ Այսինքն հարգելի հանձնաժողով, դուք պետք է քվեարկեք մի նախագծի վերաբերյալ, որով հարուցված վարույթ գոյություն չունի։
Եվ ինչի է այս process-ը մի քիչ տարօրինակ, որովհետև նախկինում դուք իրականացրել եք էներգետիկայի մասին օրենքով եւ ՀՑԿՀ մասին օրենքով սահմանված ընթացակարգ էր։ Եվ հիմա դրան կանդրադառնամ ապացույցների ձեռբերման գործընթացի լույսի ներքո։ Համապատասխանաբար ի սկզբանե չի կարող կողմ քվեարկել մի նախագծի, որով հարուցված վարույթ չկա, եւ համապատասխանաբար, եթե նույնիսկ հանձնաժողովը գտնում է, որ ինչ որ խախտումներ հայտնաբերվել են, ինչի հետ ես համաձայն չեմ, համապատասխան վարույթը պետք է առանձին հարուցվի, քննարկվի։ Չեմ մանրամասն չեմ քննարկի ժամանակի սղության պատճառով, որ երկարաձգում եղել է ոչ իրավաչափ, որովհետև երկարաձգման հիմքում դրվել է ոչ թե ինչ որ փորձաքննություն կամ ինչ որ հանգամանք, ասում են ապացույցներ պետք է ձեռք բերենք։ Այդ փուլում եթե ապացույցներ չկար, պետք է ավարտվեր, որովհետև կրկնում եմ, սա հատուկ վարույթ էր։ Սա ենթադրում է, որ առաջին օրվանից ապացույցները արդեն պետք է լինեն։ Սա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ ՏԿ-ն ոչ մի ապացույց չի ներկայացրել։ Սա ապացուցվում է նրանով, որ հանձնաժողովը ասում է, մենք դրա մասին իմացել ենք փետրվար ամսին, սրա մասին իմացել ենք ավելի շուտ։ Սրա հիմքում դրված է նաև հանձնաժողովին ուղղված մեղադրանք նախկինում կատարած աշխատանքի որակի հետ կապված, որովհետև ըստ էության ասում է, ձեզ խաբել են, դուք չեք հասկացել։ Ու դուք ավելի վատ եք հասկացել, քան կհասկանար ՏԿ-ն, որ ձեզ խաբել են, դուք այդ տեղեկատվությունը վերցրել ընդունել եք։ Ինչի եմ սա ասում, որովհետև տեղեկատվությունից բացի գործիքական կա ապացույցներ ձեռք բերելու հետ կապված։ Հիմա նայեք, երկրորդ կետին անդրադառնամ, այդ ձեռք բերված ապացույցների մեծամասնությունը ոչ իրավաչափ են եւ վարչական ակտի հիմքում չեն կարող դնել, փորձեմ դրանք շատ կարճելի անդրադարձ կատարեմ, 15 րոպե ոնց որ ժամանակից մնաց, վերջում եթե քիչ մնա կխնդրեմ կարճ կավելացնեք կամ չեք ավելացնի։ Վարչական մարմինը, ուրեմն վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը ասում է ինչ ապացույցներ պետք է քննարկվի։ Վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի եւ անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար։ Շատ լայն մեկնաբանություն է տված վարչական մարմնի համար։ Բայց Վճռաբեկ դատարանը 23 թվականի փետրվարի 23-ին ՎԴ կոտորակ 11840 կոտորակ 05 կոտորակ 18 գործով անցել է ապացույցների թույլատրելիությանը եւ ասել է միևնույն ժամանակ այս հոդվածն է բերում մեկնաբանում է երկար, ասում է 42-րդ հոդվածի առաջին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը եւ վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը, ընդ որում վարչական վարույթի ընթացքում հետազոտվել եւ գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռբերված եւ օրենքին համապատասխան ապացույցները։ Սա ինչ է նշանակում, երբ որ մենք սա համադրում ենք սահմանադրության հետ, որտեղ ասում է, որ պետական մարմինները կարող են անել բացառապես այն, ինչ օրենքով ուղղակիորեն լիազորված են իրականացնել ի տարբերություն մասնավոր անձանց, ովքեր իրավունք ունեն անեն այն, ինչը արգելված չի, ցանկացած ապացույցի օրինականություն գնահատելիս պետք է գնահատենք։ Դուք վերազանցել եք ձեր լիազորությունները այդ ապացույցը ձեռք բերելուց, թե ոչ։ Այդ ապացույցները ձեր մոտ հայտնվել են ձեր լիազորությունների իրականացման շրջանակներում, թե ոչ։ Փորձենք տեսնենք ինչ ապացույցների ձեռքբերման գործիքների մասին է խոսում ՀԾԿՀ օրենքը։ ՀԾԿ օրենքը ասում է երկու գործիք։ Մոնիտորինգ տեղեկատվության հարցում։ Մոնիտորինգ տեղեկատվության հարցում։ Կատարվել է երկու մոնիտորինգ ընթացակարգի խախտման կանդրադառնամ, տեղեկատվության հարցում չեմ տեսնում նյութերի մեջ։ Առնվազն տենց ամբողջական չեմ տեսնում, կարող է ինչ-որ կսկտուր հարցումներ լինի, ծավալը մեծ էր, նայել եմ հերթով, ինչ եմ տեսնում դրա փոխարեն։ Դրա փոխարեն տեսնում եմ Ռոմանոս Պետրոսյանի նամակ, ի լրումն մի հատ էլ նամակ, ի լրումն մի հատ էլ նամակ, ի լրումն մի հատ էլ նամակ, որում ոչ թույլատրելի ապացույցներ են ներկայացված 3 պատճառով։ Ռոմանոս Պետրոսյանը իրականացնելով գործադիր մարմնի լիազորությունները խախտում է ֆիդուցիար պարտավորությունը, փոխանակ այդ խնդիրները լուծի եւ իրականացնի իր գործառույթը համակարգը հեսա փլվելուց փրկի, ապացույց է հավաքում։ Մարդիկ են հարցաքննում, նորից եմ կրկնում, համակարգը հեսա փլվում է, այդ տենց է սկսվել վարույթը։ Երբ որ դա տենց է սկսվել վարույթը, էլ ինչ ապացույց, էլ ինչ բան գնանք փրկենք, հետո համապատասխան մարմինները կգտնեն այդ ապացույցները։ Չէ ապացույց, հետևից ապացույց, հետևից ապացույց, հետևից ապացույց, ապացույցը չակերտավոր, հեսա կանդրադառնամ ինչի։
Ուրեմն երկրորդ գործիքը հարցումներն էր, ոնց որ ասեցի։ Ընդ որում հարցում կարող է արվի ինչպես կարգավորվող մարմին, այնպես էլ պետական մարմիններ։ Ինչպես կարգավորվող մարմին, այնպես էլ պետական մարմիններ։ Ուրեմն ու սահմանված է տեղեկատվություն տրամադրելու պարտականություն են, որում բոլորը բոլորին ՀԾԿ-ն պետական մարմիններին, պետական մարմինները ՀԾԿ-ին, կարգավորվող մարմինը ՀԾԿ-ին, այնքանով որքանով այդտեղ շատ կարևոր երկու հանգամանք, առևտրային բանկային ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի, եթե դա չի հանդիսանում, իսկ եթե տրամադրվում է, չպետք է հրապարակվի։ Նախատեսվել է, հրապարակվել է փաստաթուղթ, որտեղ բանկային տվյալներ կան, տրամադրվել է տեղեկատվություն, որտեղ մարդկանց անուն ազգանուններն ամբողջությամբ ֆիքսված։ Եվ դրանք հրապարակված են վարչական վարույթի նյութերում են, մի մասը նախագծի մեջ անվանական հրապարակված է։ Համապատասխանաբար այս ապացույցները, եթե ընդունենք ապացույց են, հիմա կանդրադառնամ ինչի չեն նաև դրանք ապացույց, ձեր մոտ են հասել ոչ իրավաչափ եղանակով։ Հիմա, քանի որ էլ վարչական վարույթում է, վարչական վարույթի նյութերից մեկը սա է, որտեղ, եթե մենք տեսնենք, հաշվարկի ակտերն են, ինչ-որ նկարներ են, հաշվարկի ակտեր են, նկարներ են, ոչ մեկ ստորագրված չի։ Ոչ մեկ ստորագրված չի, արմատականացվող տեղեկատվություն չկա, անձնագրային տվյալներ չկա, այսինքն այս ակտով ես գնամ դատարան, ես պարտվելու եմ գործով։ Այ գնամ այս ակտով, ասեմ դուք միջամտել եք, ելնում ենք այն կանխավարկածից, որ միջամտողը հեծնա։ Կարող է հեծիչ չէ, քաղաքացին է, որ սրանով գնամ դատարան, ասեմ դուք միջամտել եք այս ակտին, պարտվելու եմ։ Ոչ թե ձևական եմ ասում, նմանատիպ հանգամանք այլ կարգավորողով ունեմ իմ պրակտիկայում։ Պատշաճ ստորագրված չի, պատշաճ արձանագրված չի, չունեմ։ Սա ոչ միայն բանը չի ստորագրել, քաղաքացին։ Բանն էլ չի ստորագրել, հեծի աշխատակիցն էլ չի ստորագրել։ Ունեն նկարներ, նկարները ով է վերցրել, ինչ հանգամանքներով չկա։ Այ վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը տալիս է եւ վարչական դատավարության օրենսգիրքը հետագայում ասում է լուսանկար որ տալիս եք, պետք է ասեք որտեղ է նկարվել, ինչ հանգամանքներում է նկարվել, ով է նկարել։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ։ Այս գործընթացի արդյունքում ստացված ապացույցները ոչ իրավաչափ են, շարունակություն է։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը հնարավորություն է տալիս պարզել վկաների հարցաքննության ընթացակարգը։ Ու դա պարտադիր չէր բացառապես գար այստեղ հարցաքննվեր վկան, դա ամենապատշաճ ընթացակարգը կլներ եւ դա պետք էր արձանագրել վարույթի շրջանակներում։ Հիմա ինչ ասում դրա վերաբերյալ։ Վարչական մարմինը վարույթի մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ որպես վկա հրավիրում է եւ լսում է այն անձանց ցուցմունքները, որոնց կարող են հայտնի լինել տվյալ գործի վերաբերյալ տեղեկություններ, իր ցանկությամբ վկան կարող է ցուցմունք տալ գրավոր, առանց վարչական մարմին ներկայանալու, գրավոր ցուցմունքի յուրաքանչյուր էջի վրա վկան ստորագրում է, որը հաստատվում է վարչական մարմնի կնիքով եւ ստորագրման տարվա, ամսվա եւ ամսաթվի նշմամբ։ Վկային հարցեր տալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում նա վարչական մարմին կողմից հրավիրվում է այդ մարմին։ Երբ որ ես ասում եի, որ վկաներին պետք է լսել, ձևական չի ասում, դա ժամանակ ձգելու խնդիր չկար։ Հիմա ինչ ունենք, հայտնեք թե ով և որ պաշտոնական և որ պաշտոնյան է ձեզ հանձնարարել կամ պարտադրել ապահովել 52% կորուստ։ Հարցը սխալ է, հարցը ուղղորդող է, եւ absurdային է, որովհետեւ ոչ մեկը չի գալիս են վատ տարբերակից, ոչ մեկ չի ասել հանկարծ որ 0 լինի կգանեցնեն ցանես որ 52%-ը գա։ Այսինքն էսա ենթադրում է որ այդ մեկը մեկին հանձնարարել է, որ գնաց իդեալական տեղամասա, ընդհանրապես կորուստ չկա, պարտադիր պետք է այնտեղ մի հատ տես կաբելի վրա ինչ որ խնդրեմ սարքեք, որ 52% կորուստը գա։ Երկրորդը, որևէ ձև պարզ չի դառնում Երբ որ ընկերությունը կառավարչական գործառույթ իրականացնելուց տեղամասերում որոշակի պարամետրեր է իջեցնում, որ սա մեր KPI-ներն են, ձգտելու անհրաժեշտ տվյալներն են։ Ոնց պետք, ուրիշ ոնց կարա հեծը գա ինչ-որ ցուցանիշի, եթե ցուցանիշները չի բաշխում տարածքներով եւ ցուցանիշները քննարկման առարկա չեն դառնում։ Բայց դա չի կարող մեկնաբանվել, իսկ դե փորձը արվում մեկնաբանել, այլ որ ինչ-որ մեկը հանձնարարել է կգնաք հավելագրում կանեք։ Ինչ որ մեկը հանձնարարել է կգնաք թերգրանցում կանեք։ Ինչ որ մեկը հանձնարարել է կգնաք գողանաք։ Ինչ որ մեկը հանձնարարել է կգնաք հանցագործություն կկատարեք։ Ընդ որում ով է այդ ինչ որ մեկը որևէ ձև բարձված չի, չգիտեմ ով է տարբերակով է։ Մեկը չի, սա ես մի հատը կարծացի, բայց որը որ բացենք նույն բանի վերաբերյալ է։ Երբ կրկնեմ հանձնաժողովի աշխատակազմը, էլի այն օրը ասում է, որ դե դա մենք դիտարկում ենք գրավոր ապացույց։ Չեն կարա վկային հարցաքննենք, ասեն գրավոր ապացույց է։ Դե չեն կարա։ Չկա տենց ընթացակարգ։
Վկայի հարցաքննությունը, ինչի եմ ասում չկա տենց ընթացակարգ, որովհետև չնայած վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը գրավոր ապացույցի սահմանումը չունի, գրավոր ապացույցը սահմանված է դատավարական բոլոր օրենսգրքերում, ու առնվազն քաղաքացիական վարչական, համարյա նույնական ձևակերպում է։ Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար եւ մասնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր նյութերը։ Նույնը կարող ենք նայենք քաղաքացիականում, մի երկու բառ կարող ասենք փոխված է, սա գրավոր ապացույց չի։ Եվ երբեք քրեական գործում, երբ որ վկային հարցաքննած են լինում, այդ կարդում են, դա գրավոր ապացույց չի դիտվում, միևնույնն է, սա դիտվում է վկայի հարցաքննության ապացույց, որը ուղղակի հետազոտվում է թղթի կարդալու ձևով։ Եվ հետևաբար հակընդդեմ հարցման իրավունքը չիրականացված, սեփականազրկումը ինքնին նույնպես կդիտվի որպես միջազգային իրավունքի խախտում, սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտում։ Ժամանակի սղության պատճառով ես շատ հակիրճ կանդրադառնամ 3 կարճ պարամետրի ամենի վրա ընդամենը 3 րոպե ժամանակ ծախսելով, 2-3 րոպե ժամանակ ծախսելով։ Ինչ վերաբերվում է առաջին կետին, համակարգի չաշխատելուն։ Սա նույնպես ապացույցների անթույլատրելիության խնդիր է։ Գոյություն ունի ձևավորված միանշանակ պրակտիկա վարչական մարմիններում եւ դատական մարմիններում, որ հատուկ գիտելիք պահանջող տեղեկատվությունը կարող է ապացուցվի բացառապես փորձաքննության կամ մասնագետի միջոցով։ Պնդումներ են եղել, որ մի կոճակով Ռուսաստանի ջնջել են, ասում ենք ինչի հիման վրա փետրվարի 2-ին գրություն ա եղել, որը ուսումնասիրում եմ տարբեր լեզուներով հայերեն չի, բայց օքեյ, ռուսերեն հասկանում եմ, կարդում եմ, նամակագրությունն է, որտեղ ենթադրություններ է, որտեղ չկա, որ չեն կարողանում վերականգնենք, որովհետև երբ որ ժամանակագրություն եմ դասավորում տարբեր ժամանակագրություն է գալիս, ստանում եմ տեղեկանք ստորագրված չի։ Երբ որ ասում եմ տեղեկանք ստորագրված չի, նկատի ունեմ այս որ վերևում պետք է մակագրվի։ Հանձնաժողովը տվել է ստորաբաժանման ղեկավարին, որին պետք է մակագրվեր եւ ընթացք տրվեր, մակագրված չի։ Ինչի՞ չի մակագրված, հանգամանքը պարզված չի, փորձագիտական եզրակացություն կամ փորձագիտություն կամ հարցումներ են մարմիններից, ովքեր դա իրականացրել են, արկա չի, գործում արկա չի մի հատ նյութ, որը ցույց կտա, որ տեղեկատվությունը չկա։ Ասում ենք, որ չկա, ասում դե մենք կարացել ենք, մտնենք, նայենք կամ չենք կարողացել։ Երբ է ջնջվել, ինչ հանգամանքներում է ջնջվել, ոնց է ջնջվել, միակ էս ապացույց։ Ես չեմ ասում տենց է թե տենց չի, բայց հարգելի վարչական մարմին, եթե դուք կանխորոշված որոշում չունեք, ինչի՞ չեք այդ սցենարը դիտարկում։ Այսինքն ինչի ենք դիտարկում, որ երբ որ բացում եմ տեղեկանքները, պարոն, երբ որ ես սկսեցի այստեղ կառավարել, ցուցանիշները վատացան։ Ինչի՞ չենք դիտարկում, որ վատ եմ կառավարել, վատացել է, այլ դիտարկում ենք, որ առաջ գողանում են, հիմա որ չեն գողանում, դրա համար է վատացել։ Ես իմիջիալից չեմ ասում, որ մեկն է ճիշտ կամ մյուսն է ճիշտ, այս հանգամանքները պարզված չեն։ Եվ այս հանգամանքների պարզված չլինելուն որում իմ համար էլ է որոշակի պրոբլեմատիկ, որովհետև ես այս նյութերով եմ գնահատում։ Եվս մեկ կետ ինչ վերաբերում է բանկային երաշխիքներին, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հարցնի բոլոր կետերով անցնեմ, փորձեմ բանկային երաշխիքներին եւ միջազգային արբիտրաժին կարճ անդրադարձ կատարեմ ու ավարտեմ։ Երկար քննարկեցինք, ընկերությունը կարա տա բանկային երաշխիք, չի կարա տա, խի ա տվել, ոնց ա տվել, պետք ա տար, չպետք ա տար։ Տիկին Շահինյանը հարցադրումներ արեց, լավ ա թե վատ ա, որ կարանա հեծը։ Ես ասում եմ, չգիտեմ լավ ա թե վատ ա, ես ունեմ մի չափանիշ, իրավաչափ ա, ոչ իրավաչափ ա։ Ապացույցների քննարկման ժամանակ մոտավորապես ինչ-որ փաստաթղթեր ա, որտեղ բանկային երաշխիքների ինչ-որ տվյալներ կան, որոնց կարգավիճակը միջևերջ պարզ չի, վարչական մարմինը ունի հնարավորություն տարբեր կազմակերպություններից ստանալ այդ տեղեկատվությունը, գործում առկա է մենակ Ամերիա բանկի գրությունը, որ քանի որ կորպորատիվ փաստաթղթերը չեն եղել տրամադրված այդ երաշխիքներին չի հանում, ստորագրվել է, բայց որին պետք է հաջորդեր կորպորատիվ համաձայնություն, որը առկա չի համապատասխանաբար ինքը չի դիտարկել, ամյուր բանկով ինչ-որ տեղեկատվություն է, որի ամբողջականությունը ինձ համար պարզ չի ինչ է, ես քննարկում եմ փաստականը իրավականին կանդրադառնամ։ Երբ որ ես դիտարկում եմ մնացած երաշխիքների մասով այսպես, դե նամակագրություն եմ տեսնում, որտեղ ասում տվեք ինչ-որ աղյուսակը խնդրում եմ լրացրեք, աղյուսակը վերադարձվում է, աղյուսակը խնդրում եմ լրացրեք, աղյուսակը վերադարձվում է, ինչ-որ հարցադրումներ ա տվում վարկերի մասին։ Կա մի որոշ քանակի երաշխիքի պայմանագրեր, որոնց կարգավիճակը եղել է, չի եղել, ինչ կարգավիճակ ունի, ինձ պարզ չի։ Բայց մի հատ պարզ բան գիտեմ, երբ որ գրում ենք, որ սա գաղտնի պրոցես է, երաշխավորությունը, բանկային երաշխիք սխալ օգտագործեցի, բանկերում տրված երաշխավորությունը գաղտնի չի կարող լինի։ Ինչի չի կարող լինի, բացատրեմ։
որովհետև այդ երաշխավորության թուղթը եթե այս բանկին չտամ, ոչ մի բան չի ունենալու, էլի, այսինքն ինքը չի հետևանք չի առաջացնելու ընդհանրապես, այսինքն որպես ինքը հետևանք առաջացնի, առնվազն պիտի գնամ բանկ, ասեմ ես մարդկանց պարտավորության համար ես պատասխանատու եմ, ես էլ ձեզ երաշխավորություն։ Եթե ես դա չտվեցի, ես ինչքան ուզում եմ թուղթ ստորագրեմ իմ մոտ, այդ նույնն է ոնց որ ես նվիրատվության պայմանագրեր ստորագրեմ իմ տանը դնեմ իմ սեյֆում, ինչ-որ տարբեր փաստաթղթեր ստորագրեմ, եթե դա ես ինչ-որ միտեղ չտվեցի, դա հետևանք չի կարող առաջացնի։ Հիմա մենք ինչ ունենք, ես հիմա վերջնական չեմ կարողանում պարզեմ ներկայացված ապացույցները, իմ մոտ մի ժամն է, ես 5-6 րոպե եմ խնդրում ավել, ես ապացույցների ծավալը չեմ տեսնում, բայց հիմա շարունակություն է։ Որոշակի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ։ Պետք է արդյոք երաշխավորությունը սահմանափակել։ Կարող է, պետք է, կարող է չէ, ես չեմ քաղաքականություն մշակողը, բայց նույն ձևի պետք է արդյոք փոխառություններ վերցնելու ծավալը սահմանափակել կամ թե չէ։ Պետք է արդյոք կարգավորումներ ունենանք, օրինակ սնանկության մասին օրենքում շատ հատուկ սպეციფიկ կարգավորումներ թե չէ։ Պետք է արդյոք ունենանք կարգավորումներ վնասի հատուցման ինստիտուտի օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ իմաստում, կարող է, պետք է, կարող է չէ, սա կախված է կարգավորման մոտեցումից։ Ունենք արդյոք կարգավորում, որ արգելում է երաշխավորություն, ոչ։ Որովհետև ունենք ընդհանրապես ձևակերպում, որ պետք է համաձայնեցվի, ներողություն, Ունենք ընդհանրապես կարգավորում, որ պետք է համաձայնեցվի լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի եւ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը։ Ու ճիշտ է, որովհետև գրավադրումներ չի փոխանցում։ Առանձին գրել է։ Դրանք ու գրավադրում։ Ինչի է սրան գրել, որովհետև քաղաքացիական իրավունքում մեկ բարձ ճշմարտություն կա, իրավունքները կամ գույքային են, կամ պարտավորական են։ Գույքայինը կապած է կոնկրետ գույքին, անվանական, այս շիշն է, գրավ եմ դրել, այս շիշը կամ ապահոված իրավունքի շիշն է, այս շիշն է ապահովում պարտավորությունը, իմ դրամական միջոցները կապ չունեն, իմ բիզնեսը կապ չունի, իմ գործունեությունը կապ չունի, այս շիշը ինքը որպես իր ապահովում է պարտավորությունը։ Երաշխավորության պայմանագիրը պարտավորաիրավական է, այս երաշխավորության պայմանագիրը ապահովելու համար կարամ գրավ դնեմ ինչ-որ բան, այս ժամանակ պիտի գամ համաձայնեցնեմ։ Եվ էլ եմ ասում, օրենքը լավն է թե վատն է, կապ չունի, կարևորը ինչ է գրված։ Ես ցիտեցի, հիմա երբ որ մենք փորձում ենք օրենսդրությունում հասկանալ այդ փոխանցումը ինչ է վերջի վերջո։ Ես բանկային փոխանցումը գիտեմ, փորձում ենք հասկանանք այդ փոխանցումը ինչ է, օրինակ, արժեթղթի փոխանցման փոխանցվում է դրանով հավաստող բոլոր իրավունքները։ Եթե ստացվեց, որ երաշխավորությունը դա փոխանցում է, ուրեմն նշանակում է ես երաշխավորություն տալով, այդ գույքի նկատմամբ բոլոր իրավունքները փոխանցել եմ։ Այստեղ շատ կարևոր մի հատ հանգամանք էլ կա, օրենքը չի ասում փոխանցման կամ փոխանցման ռիսկի, փոխանցման կամ փոխանցման հնարավորության, ասում այլ եղանակով փոխանցման դեպքում պիտի ստանաք համաձայնություն։ Ավելին հանձնաժողովը հետո տեղ որոշակի կետերը ավելացրել, ասել օրինակ ժառանգության դեպքում կարած չստանաս, օրինակ համապարփակ իրավահաջորդության դեպքում կարած չստանաս, այսինքն ԴՀԿ-յով բռնագանձման դեպքում կարած չստանաս, պետք է ինձ համար միջև վերջ պարզ չի, որ հանձնաժողովը խիա դուրս եկել կամ դուրս չի եկել, բայց ամեն դեպքում ես ասում եմ այն ինչ որ գրված է հանձնաժողովի կարգում։ Եվ այդտեղ ավելացրել նաև բացառություն, որ երաշխավորության դեպքում էլ կարած չստանաս, վաճառքի դեպքում։ Տեղից այս հոդվածից անել եզրահանգում, որ այսա պետք է մեկնաբանեն, որ այն վերևում գրված է ենթադրում էր, որ երաշխավորությունը պիտի ստանաս, չի դիմանում իրավական ոչ մի քննադատության, որովհետև այդ շարքի մեջ բացի գրավից մնացած ոչ մեկով նախապես չենք ստանում։ Բացի գրավից ոչ մեկով նախապես չենք ստանում։ Եվ սա է ֆունդամենտալ խնդիրը։ Հիմա վերջին երկու կարճ կետերին, մեկը ուրեմն վերաբերվում է 6-րդ կետին։ 6-րդ կետը բացում ենք, ասում արդյունավետ չի։ Բացում ենք 9 հատ կետ է դրված արդյունավետ չի։ Հարգելի հանձնաժողով, չեմ ուզում անդրադառնամ 9 կետից որևէ մեկին։ Արդյունավետությունը որևէ կառավարման համակարգում չի կարող ենթադրվել բոլոր հնարավոր որոշումների ամենաարդյունավետ ընդունում։ Չկա տենց բան։ Չի կարա լինի, էլի, որ ես իմ ամեն մի գործողությունը պետք է սուպեր արդյունավետ լինի։ Մենք հետ կգանք Պերիայի Աքիլեսի խնդրին։ Աքիլեսը երբեք Պերիային չի անցնի։
Մենք պետք է դիտարկենք ընկերությունը կառավարվել է արդյունավետ թե ոչ, արտոնորոգ գտած։ Հիմա բան են անում, զարմանում են, ասում են ոնց կարա լինի ընկերության ռեյտինգը ավելի բարձր քան պետությանը։ Ես էլ եմ զարմանում, ոնց կարա պետությանը ավելի ցածր լինի, քան ընկերության։ Նշանակում է ավելի վատ է պետությունը կառավարվում։ Նշանակում է պետության ռիսկերը կառավարելի չեն։ Ընկերությանը ավելի քիչ է։ Տեսնում ենք մենք բարձր ռեյտինգ։ Մենք տեսնում ենք ուրեմն մեկ վարքան, ես ուղղակի մի քանի պարամետր կասեմ ընդհանրապես։ ISO-ի ստանդարտ, մենք տեսնում ենք doing business-ով պարամետրերի բարելավում պետության ու համակարգի մեջով։ Ես տեսնում եմ CFI-ի համապատասխան սերտիֆիկատ, ես տեսնում եմ IMEA Finance-ի կողմից լավագույն ճանաչված, տեսնում եմ պարտատոմսերի թողարկում նույն պարամետրերով ինչ որ պետական պարտատոմսերն են։ Այսինքն տեսնում եմ ընկերությանը արդյունավետ կառավարում։ Հիմա գանք ասենք այս փոխանցել ես այստեղ, այս փողի տոկոսը չէ ստացել, որովհետև գործընկերները ներկայացրեցին, որ վարկի տոկոսը ավելի էժանարել է։ Եվ ակնհայտորեն բիզնեսը չի կարող ավելի վատ կառավարվել, եթե խոսում ենք միլիարդանոց բիզնեսմենի բիզնեսի մասին, զուտ մենակ, որովհետև մի պարամետրով համոզված լինելով, որ փողի տեղը լավ գիտի պատկերացնում է։ Եվ վերջին կետը, ամփոփում եմ, վերջին կետը ձեզ եմ ներկայացնում Միջազգային Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտրաժային կանոնների համապատասխան արտակարգ արբիտրաժի գործով արտակարգ արբիտրի ժամանակավոր միջոցների մասին արտակարգ որոշման վերաբերյալ վճիռը ամբողջ ծավալով, ուրեմն ապոստիլով եւ նոտարական թարգմանությամբ, համաձայն որի, ես այդտեղ ուղղակի հղում կանեմ մի հատ կետի վրա, որոշում է, պահանջում է պատասխանողից, այն է Հայաստանի Հանրապետությունից, որի անունից ես պահին դուք եք հանդես գալիս, մասնավորապես, դեռնպահ մնալ ազգայնացման օրենքների կիրառումից, մասնավորապես հեծի լիցենզիայի չեղարկում։ Մասնավորապես հեծի լիցենզիայի չեղարկում։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ, հարգելի հանձնաժողով, դուք դիմել եք կառավարության համապատասխան ստորաբաժանում, հարցրել եք պետք է կասեցնեմ, թե չէ վարույթը։ Պատասխանել են, որ կասեցման մասին բան չկա։ Եվ ճիշտ են պատասխանել, չի գրել, որ վարույթը կասեցրու։ Այ գրել է, որ ժամանակավոր կառավարչին չնշանակեք, իսկ եթե նշանակել եք, թույլ չտաք հանդես գալ որպես գործադիր մարմին, ուղիղ ագրված։ Բայց ու ասել են, որ կասեցնեք, դե չի հակասի, բայց ավելի լայն կլինի։ Ես հիմա ձեզ տալիս եմ որոշումը ամբողջությամբ, շատ կարևոր մի հատ հանգամանք։ Որոշումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար, այն ինչ որ գրված է համապատասխան գրությամբ ձեզ ուղղված, դուք տեղեկացված եք, որ այս որոշումը պարտադիր է կառավարության կողմից, վաղը քննարկման ժամանակ ձեր չտեղեկացվածության մասին որևէ պնդումը չի կարող հաստատվել, եւ այս սրանով ձեզ արգելված է լիցենզիայի զրկել։ Նորից եմ ասում, սրանով ձեզ չէր պարտավորեցնում կասեցնել։ Սրանով ձեզ պարտավորեցնում է լիցենզիայից չզրկել։ Սա փոխանցեմ ձեզ ամբողջական հաշվի առնելով նշվածը, խնդրում եմ վարույթը կարճել։ Ամփոփեք, պարոն։ Հայ, ավարտում եմ։ Խնդրում եմ վարույթը կարճել։ Վարույթում իրավախախտում չհայտնաբերելու հիմքով կամ եթե որևէ հանգամանքի հետ կապված հանձնաժողովը կգտնի կա իրավախախտում, կիրառել, դա հետո կբողոքարկվի թե չէ կդիտարկենք որոշումից։ Կիրառել լիցենզիայի զրկման հետ չկապված խափաման պատասխանատվության միջոց ըստ անհրաժեշտության համակցելով մի բան, որը դուք պետք է նախկինում ավելի հաճախ կիրառեիք, որը ավելի արդյունավետ է, համակցելով պարտադիր կատարման ենթակա որոշակի հանձնարարությունների տրամադրման։ Օրինակ, չգիտեմ, այս համակարգը կիբեռանվտանգության տեստավորում անցկացրեք, այս բերեք միջազգային մի հատ փորձագիտական կազմակերպություն ՏՏ ոլորտիով ձեզ համար կմշակի Sա եւ կտա կիբեռանվտանգության սերտիֆիկատ, ներդրեք ընթացակարգեր թերությունների մասին հանձնաժողովին նախապես եւ ժամկետում հայտարարելու մասով, ինչ որ կգտնեք, հայ ես չգիտեմ, բայց քննարկումների ժամանակ ես ինքս հեծի ընթացիկ գործունեությունը որպես փաստաբան չեմ սպասարկել, ես բարձրացնում եմ այն հարցերը, որոնք հարցադրումների ժամանակ բարձրացվեցին հանձնաժողովի կողմից։ Դա հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը խուսափել բազմամիլիոնանոց, բազմա 100 միլիոնանոց պատասխանատվության միջոցների տակ ընկնել, դա հնարավորություն կտա ապահովել
օրինականության նվազագույն ընդունելի մակարդակը, օրինականության, սահմանադրականության, միջազգային իրավունքների պաշտպանության, սույն վարույթի շրջանակներում շնորհակալություն։